Մենք տեսնում ենք, սիրելիներ, որ երկրի վրա գնալով շատանում են ցավերը, խնդիրները, հոգսերը, կապանքները։ Այսօր մանավանդ որ սա երիտասարդական է, սիրելիներ, ես ուզում եմ Սուրբ Գրքից կարդամ հիմնական խնդրը մարդի կյանքում որն է։ Այս խնդրը թե աշխարհում է, թե հոգևոր աշխարհում է, թե մարմնավոր։ Այս խնդրը որ լուծվեց, մնացած խնդիրները կլուծվեն։ Անբուժելի հիվանդությունները չեն խնդիրները։ Աղքատությունն ու հարստությունը չի խնդրը։ Սատանայի հարձակումներ, ես չգիտեմ, ինտերնետներ, սրանք չեն խնդիրները։ Ես խնդրը ուզում եմ Սուրբ Գրքից կարդամ։ Եթե այս խնդրը բժշկվեց քո մեջ, մնացած խնդիրները հերթով լուծվելու են։ Լուծված են դրանք։ Ամովսյա մարգարեության 8-րդ գլխի 11 համարից։ Ահա օրեր կուգան կսե Տեր Եհովա, որ երկրի վրա սովմը պիտի ղրկեմ, ոչ թե հացի սով եւ ոչ թե ջրի ծարավ, հապա Տերոջը խոսքերը լսելուն սովը։ Ու մեկ ծովեն մյուս ծովը ու հյուսիսեն մինչև արևելք պիտի թափառին, Տերոջը խոսքը փնտրելու համար։ Հոս հոմ պիտի պտտին, բայց պիտի չգտնեն։ Այն օրը գեղեցիկ կույսերը ու երիտասարդները ծարավով պիտի մարին։ Սիրելիներ, սա է խնդրը, եւ այս խնդրի լուծումը գրված է պատի վրա։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, որու երթանք Տեր։ Այս խնդրը նաև եղել է դրախտում։ Եթե դրախտում սա խնդրեմ է եղել, այս մեղքի աշխարհում խնդրի գագաթնակետն է։ Ադամը ոչ մի խնդրեմ չի ունեցել, ոչ առողջության, ոչ աղքատության, ոչ մի խնդրեմ չի ունեցել, հոգս չի ունեցել, բայց խնդրը եղել է հոգու աշխարհում։ Հոգին սոված էր։ Հանգստություն ու խաղաղություն չուներ, որտեվ Աստծո խոսքից չէր ճաշակել։ Հոգու սով էր ապրում, Ադամը դրախտում։ Սա է խնդրը։ Ինչու այսօր երկրի վրա շատացել են, մանավանդ երիտասարդության մեջ, ինքնասպանությունները եւ հոգեկան խանգարումները շատացել են։ Անհանգստացած է ամբողջ աշխարհի մասնագետները, բժիշկները, հոգեբանները անհանգստացած են այս հարցերով։ Սիրելիներ, եւ սա միայն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր աշխարհի մարդկությանը։ Ես հիշում եմ, անուններով իմաստ չունի խոսել, մոտ մի վերջի տարիներին, երևի մի 2 տարվա պատմություն է, ես հանդիպեցի մի 14 տարեկան աղջնակի եւ այս աղջիկը պատրաստվում էր ինքնասպանություն անել։ Ես զարմացա, որ 14 տարեկանում արդեն նա աշխարհի մեղքի բոլոր ջրերից խմել էր։ Ես շատ զարմացա, որտեղ տարիքը մի տեսակ ոնց որ բավարար չի։ Ինտերնետներ, բաներ արդեն իր համար էլ խմելու ջուր չէր։ Իր հոգին եւ ինքը ասեց, որ ինքը դառել է արդեն էմո։ Այսինքն էմոցիոնալ, այտենց խմբեր կան, դրանք դիվական վարդապետություններ են եւ իրանք իրանց հանգստությունը գտնում են մահվան մեջ։ Էմո նշանակում է, որ արդեն այս կյանքը իրանց չի հանգստացնում, հոգու հանգստություն չկա, մահվան մեջ են իրանք գտնում։ Իրա վենաները լրիվ տեղերը կար կտրտած եւ միտեղ իրան հսկում էին, որ երկրորդ հարկից իրան բալկոնի չնետիցած։ Ինչու? Խնդրը որն է։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Այս սրա կարիքը ունի քո հոգին։ Եվ Սուրբ Հոգին պատահական չի, որ ժամանակների համեմատ է խոսում։ Սուրբ Հոգին մի ժամանակների համեմատ է հայտությունները տալիս։
Մենք կարող է աղոթենք, շատ հիվանդներ բժշկվեն, խնդիրներ լուծվեն, բայց հոգևոր բժշկությունը ամենակարևորն է եւ ամենաառաջինն է։ Ես շատ զարմացա, որ այս 14 տարեկան երեխան հասցրել է իր կյանքում խմել բոլոր մեղքի ջրերը, ու իր չափով ես չեմ պատկերացնում, թե բայց արդեն հասել են աստիճանի, որ ինքը էլ իմաստ չի գտնում ապրելու, եւ ինքը իր կյանքի իմաստը հոգու հանգստությունը փնտրում է մահվան մեջ։ Երբ որ ինքը վենաները կտրում է, նստում է եւ ապրում է հանգստություն, հանգստանում է։ Մեղքի վարձքը մահ է, սիրելիներ, սրան է տանելու։ Ուրեմն Աստված ինչ է անում։ Եվ այսօր սատանայի առաջարկած կյանքը երկրի վրա երկու կյանքի իմաստ կա։ Մեկը երկնքից իջած կյանքն է։ Սիրելիներ, խնդիրների լուծումը պետք է լուծվի առաջ հոգևորը։ Այս հարցը, որ չբժշկվա, մնացած խնդիրները կխեղդեն քեզ։ Եվ մնացած խնդիրները օգուտի համար են, որ դու գնաս կյանքին։ Ձեզ թվում է, թե սատանան ուզում է այս աշխարհը, սատանայի նպատակը այս աշխարհը դրախտ շինելն է։ Ես մի սուրբ գրքից կարդամ։ Ձեզ թվում է, որ ները պետք է գա ժողովրդին տանջելու, ինքը գալիս է, որ աշխարհը սարքի դրախտ, եւ ասի, որ ես եմ այս դրախտը կառուցել, ուրեմն ես էլ ես Աստվածն եմ այս աշխարհի, որ բոլոր իրան երկրպագեն։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ կյանքը, որն է դրախտ շինելու կյանքը, սուրբ գրքում, սիրելիներ, այդ օրինակը կա։ Սուրբ գրքում այդ սատանայի սարքած կյանքի օրինակը կա, ես ուզում եմ սուրբ գրքից ցույց տալ։ Դա Սոդոմ Գոմորի հասած կյանքն էր, նրանք արդեն հասել էին այդ կյանքին, որը նման էր Աստծո դրախտին։ Սիրելիներ, հոգևոր բժշկություն է գնում դալիճում, աղաչում եմ Հիսուսի անունով, բոլոր խնդիրներից, բոլոր հարցերից, զբաղմունքներից, թող ձեր ուշադրությունը շեղվի եւ կենտրոնանա Աստծո խոսքի հայտնություններին։ Խոսքն է բժշկելու քեզ։ Բոլոր բժշկությունները լինում է Աստծո խոսքով։ Անկամ աղոթքով չի լինում, Աստծո խոսքով։ Աղոթքը պետք է բխի Աստծո խոսքի հիմքից։ Եթե այդ աղոթքի հիմքը Աստծո խոսքը չի, այդ աղոթքը զորություն չունի, հոգնեցուցիչ է։ Դրա համար շատերը հոգնել են աղոթելուց։ Ես այդ օրինակը նորից եմ ուզում ասեմ, վերջերում, որ մի եկեղեցու եղանք, այդ հովիվը ասեց, որ մենք արդեն մեր թևերը թուլացել է, այնքան ենք աղոթել։ Ես ուղղակի ուզում եմ խոսքը բարձրանա, այս վկայության իմաստը դա է, հրաշքը չեմ ուզում բարձրանա, ուզում եմ խոսքի հեղինակությունը դուք տեսնեք։ Եվ ասեց, մեր մոտ ահագին հոգիներ կան, որ Սուրբ Հոգով չեն մկրտվում։ Եղբայր ասեց, այնքան ենք աղոթել, էլ հնար չկա, մենք չգիտենք ինչ անենք։ Դե ասի, եղբայր ջան, ախր դա պրոբլեմ չի։ Աստծո խոսքը ասել է, որ դա խոստմունք է։ Ուղղակի մենք երեխայի պես, ես էլ չեմ հասկանում, քեզ թվում է իմ խելքը հասնում է։ Ուղղակի պետք է ապավինենք Աստծո խոսքին, Աստծուն փառտանք, եւ Աստված իր խոսքը կհաստատի իր աշկներով ու նշաններով։ Այսքան պարզ է, այսքան դյուրին է։ Ուրիշ հնարքներ պետք չի փնտրել։ Եվ այս եղբայրը ասեց աղոթենք։ Եվ երբ եկեղեցին այդ աղոթքը արեց, երևի մի ժամ չքաշեց, մի 6-7 հոգի մկրտվան Սուրբ Հոգով, ինչքան որ դուրս էին եկել։ Եվ այս եղբայրը ասեց, ես ուղղակի ցավացի, ինքը հովիվներ այդ եկեղեցու։ Ասեց, ես այսպեսի բան չէի տեսել։ Այսքան շուտ մկրտվեն, ես չէի տեսել այս բան։ Իմ սիրտը ցաված։ Եղբայր ջան, ասեցի, որովհետև բոլոր աղոթները չի բխի Աստծո խոսքի հիմքից, բխել է մեր պատկերացումներից, մեր էմոցիաներից, մեր ոգևորվածությունից եւ այլն, Աստված էլ դրանք չի հաստատում հրաշքներով ու նշաններով, որ հաստատի կվերագրվի մարդին։ Սուրբ Հոգին չի եկել մարդին փառավորելու, Սուրբ Հոգին եկել է
ճշմարտությանը փառավորելու, որն է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Աստծո խոսքը պետք է փառավորվի։ Հալելույա նրան։ Սիրելիներ, ես խոսքը շարունակում եմ, դրա համար այսօր Սուրբ Հոգին այս հայտնությունը, որ եկեղեցին ունի, հենց այնպես պատահական հայտնություն չի սա։ Ես կարդում եմ Եզեկիել մարգարեության 16-րդ գլուխ 49 խոսքից մի քանի խոսք կարդում եմ։ Եվ քու քրոջը Սոդոմի անօրենությունը այս էր. անիկա իր աղջիկներովը հպարտություն, հացի կշտություն ու հանհոգ հանգստություն ունեցավ։ Ամբողջ աշխարհը այս կյանքին է հավատում։ Անհոգ հանգստություն, հացի կշտություն եւ սրտի հպարտություն։ Սա սատանայի առաջարկած կյանքն է, առանց Քրիստոսի կյանք։ Հիմա ամբողջ պատերազմը կյանքի մեջ է։ Մենք երկուսի մեջտեղն ենք։ Կոնտրությունը որին է տալիս։ Թող բժշկություն լինի Հիսուսի անունով։ Եվ ես չեմ ուզում երկար ասեմ, սիրելիներ, եւ ես ուզում եմ Սամարացի կնոջ օրինակով ասել։ Բոլորիդ հայտնի է այդ։ Եվ այս կյանքը, ես շարունակեմ, Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ նման է դրախտի կյանքին, Եդեմի պարտեզի կյանքին հասել էին։ Եվ այստեղ մի հատ գաղտնիք կա, ես դա էլ եմ ուզում ասեմ, եւ շարունակեմ սիրելիներ, 13-րդ գլխում Ծննդոց գրքի։ Այսա սատանան այս կյանքը հիմա էլ ուզում է երկրի վրա սարքի այս կյանքը, կառուցի, եւ շատ հրապուրիչ է։ Ստության հացը շատ հրապուրիչ է, սիրելիներ, բայց վերջը դառնությունով է լցնում։ Սա այնտեղն է, որ Ղովտը արդեն պետք է ընտրություն աներ, որտեղ պետք է բնակվեր, եւ Սուրբ Գիրքը ասում է, որ եւ Ղովտ իր աչքերը վեր վերցուց ու Հորդանանու ամեն կողմը նայեցավ, որ ամեն տեղ ջրված էր, Տերը Սոդոմը ու Գոմորը կորցնել են առաջ, մինչև Սեդով Տիրոջը դրախտին պես, Եգիպտոսի երկրին պես էր, այդքան կյանքը ճոխ էր։ Եվ Ղովտ ընտրեց դա։ Տեսնում եք, սիրելիներ, Սոդոմի կյանքը դրախտի կյանքին է նմանվել։ Բայց շարունակության մեջ դուք կկարդաք Եզեկիել մարգարեության 16-րդ գլխում։ Գրված է, որ ավելի չարացան նրանք։ Եվ Աստված, երբ որ տեսավ, որ Սոդոմի բնակիչները չարացել են, Աստված նրանց վերցրեց։ Գիտեք ինչու։ Որովհետև այս մարմնի մեջի կյանքի օրենքը մեղքն է, չարությունն է, մեղքի կյանքն է իշխում, եւ մեղքի կյանքը մարդկանց տանում է հոգեկան խանգարման եւ տանում է ինքնասպանության։ Աստծո ողորմությունն է եղել, որ Աստված կործանել է կրակով Սոդոմն ու Գոմորը։ Հոգու տառապանքը ավելի սոսկալի կրակ է, քան թե որ երկնքից կրակ իջավ ու նրանք ֆիզիկապես վառվեցին։ Սիրելիներ, Աստծո սերն է եղել սա։ Աստված բարություն է անում, Աստված չարություն չի անում։ Աղոթեք եւ Տերը ձեզ ցույց կտա։ Բոլոր ժամանակներում Աստծո պատիժն է բարություն։ Փառավորվի նրա անունը։ Աստծո պատիժը բարություն է Աստծո կողմից քեզ։ Եթե Տերն է անգամ Աստծո մարդիկ ասել են արդարը թող զի զարնի, հələ չեն ասում Տերը։ Արդարը դա օծման յուղ է իմ գլխին։ Բա որ Տերն է զարնում, դա օծման յուղի, ես չգիտեմ արդեն դրա անունը ինչ է, բարություն է դա, օրհնություն է։ Սիրելիներ, դուք գիտեք, որ Սամարացի կնոջ հետ Հիսուսը զրուցեց, ես այդ օրինակով ուզում եմ մեր քարոզը տեսանելի դառնա։ Ասեց, այդ ջրից ինչքան էլ խմես, դու նորից կծառավես, արի ես քեզ տամ այդ ջուրը կյանքի ու դու հավիտյան չես ծառավի։ Ու քո մեջ կյանքի աղբյուր կբացվի ու կբխի հավիտենական կյանքը կբխի քո մեջ։ Դե կինը ֆիզիկական հասկացավ։ Եվ Հիսուս ասեց գնա քո հայրը կանչի։ Այսինքն Հիսուսը ցույց տվեց, թե այդ կինը կնոջ ջուրը, կյանքի ջուրը որն էր։
այդ կնոջ հասկացած կյանքի իմաստը որն էր։ Եվ դու գիտեք պատմությունը, որ կինը ասեց ես այր չունեմ։ Եվ Տեր ասեց, որ հասել է 6-րդին, եւ դա էլ քոնը չի։ Սա է ջուրը։ Մեղքի ջրերն են սրանք սատանայի շատ գայթակղիչ է, շատ հրապուրիչ է, սիրելիներ։ Երիտասարդական ցանկությունները շատ հրապուրիչ են։ Եվ մարդիկ դրանցով ուզում են իրանց հոգու աշխարհը հանգստացնեն։ Հիմա այս կինը ուր էր հասնելու։ 6-րդը կհասներ 10-րդին, կհասներ թե չէր հասնի։ Եվ այդպես կշարունակվեր, ինչքան որ կդիմանար նրա հոգեկան աշխարհը, կամ այս կինը հասնելու էր ինքնասպանության, կամ էլ հոգեկան խանգարման։ Սա է այդ ջրի վարձքը։ Ճանաչեք ճշմարտությունը, սիրելիներ։ Այդ ջրերը, մեղքի ջրերը ինչու չի կարելի։ Ոչ թե դրանք այնքան անենց անմահական ջրեր են, Աստված էս ինչ դաժան է վերաբերվում, ինտերնետը մի քնա, այնտեղ մի քնա, բոլոր ջրերը արգելել է։ Ես հիշում եմ իմ պատանի ժամանակներն են 70-ի վերջերը, 80-ի սկզբները, ես ասում եի Տեր Աստված, ախր բոլոր ջրերը արգելել ես, գոնե ես մի բաժակ ջուրն էլ չարգել էիր։ Ոնց որ ես կինը Հիսուսին ասեր, ինչքան ջուր ուզում ես արգելի, բայց այս ջուրը չես արգելում։ Սրանով ես գոնե իմ հոգին հանգստացնում եմ, ինչ անեմ։ Բայց Հիսուսն ասում է, ախր այդ ինչքան խմում ես, ծառավը ավելի է սաստկանալու։ Սիրելիներ, դուք ինչքան մեղքի ջրերից խմեք, ծառավը չի հագենալու, քո հոգու սովը չի, ավելի է սաստկանալու։ Սա է տանում հոգեկան խանգարումներ եւ ինքնասպանության։ Թող բժշկությունը լինի Հիսուսի անունով։ Եվ սիրելիներ, Հիսուս ասեց, որ արի ես քեզ կտամ ջուրը։ Ես գիտեմ, որ քո հոգին խաղաղության կարիք ունի, հանգստության։ Մեղքը քո հոգու խաղաղություն չի տա։ Չեք նկատել, ինչքան խորանում եք, ավելի ներվայնանում եք։ Չեք նկատել։ Մեղքի կյանքի մեջ ինչքան խորանում ես, այդ պահին կարծես թե քո հոգու դատարկությունը լցնում ես, բայց մի քիչ հետո ավելի խորը տառապանք ես ապրում, որ չխոստովանես կմեռնես։ Եղբայրան ասում, արդեն էլ չեմ կարա չխոստովանեմ։ Վերջերում մի քույրիկ զանգել էր, չեմ ճանաչում այդ քույրիկին, ոչ էլ անունը գիտեմ։ Ու ինքը ասում էր, ես չեմ կարող չասել, եղբայրան, ես պետք է ասեմ, չեմ կարող։ Ամաչում եմ ինձ ճանաչողներին ասեմ, եւ այլն ասեց, ասեց չեմ կարա, եղբայրան, աղաչում եմ ու լացում եմ։ Այն ինչ որ ես ինտերնետներով տեսել եմ, այդ բոլորը կատարել եմ եւ շարունակում եմ կատարել, եւ էդի հասավ այն աստիճանի, որ սատանան հայտնվեց իմ կյանքում։ Ես խելագարվում եմ արդեն, ես վախեցա, ես հետ քաշվա, ես ինչ անեմ, ասեց։ Մեղքի ջրերը տանում են դրան, սիրելի երիտասարդներ։ Դուք հավատում եք ավետարանին։ Հասկանալի է, սիրելիներ, արգելելով հարցը չի լուծվում, բայց ջուրը գտնելով է, աղոթեք, որ կյանքը հայտնվի, Աստծո խոսքի ջրերը խմես։ Ես տեսնում եմ Տիրոջ զորությունը այս բժշկության մեջ։ Եվ ես հորդորեցի իհարկե իրան, քույրիկ ջան, ասի, այդ ջրերը քեզ խաղաղություն ու կյանք չեն տալու, կամ պետք է ինքնասպանության տանեն, կամ հոգեկան խանգարման։ Սա է մեղքի վարձքը։ Հրապուրիչ է Գիրք առակաց 20-րդ գլխի 17 համարն է, եթե չեմ սխալվում, կկարդակ, ժամանակ չկա, սիրելիներ։ Հրապուրիչ է, գայթակղիչ է ստության հացը, բայց վերջում լցնում է դառնությունով։ Ինչ է նշանակում Աստծո խոսքի ջուրը խմել։ Եթե դու, հիմա քո նստած տեղը դու կարող ես այդ ջուրը խմել։ Հասկանալի է, որ կյանքը Հիսուսն է, Աստծո խոսքով ապրելն է, բայց ո՞նց խմես այդ ջուրը։ Ես դա եմ ուզում ասեմ։ Ինչպես խմես Հիսուսի տված ջուրը, ինչպես են խմում։ Եվ հոգին գտնում է հանգստություն։ Հիմք պետք է լինի, ինչ հիմքի վրա ես դու մերժում ինտերնետը։
Եղբայրները համոզեցին, համոզմունքի հիմքի վրա ես մերժում, դու խմում ես համոզմունքի ջուրը, դա որպես ջուր է քեզի ծառայում, մի քիչ հոգի դրանով հանգստացնում ես այդ համոզմունքով, բայց այդ համոզմունքի ջուրը քեզ կյանք չի տալիս, մի քիչ հետո դառնում է սովորական, ասում ես, այդ դոզան շատ փոքր դոզա է, հիմա սիրելիներ, կարող է քեզի այնքան քարոզեն, որ դժոխքի կրակների մեջ կվառվես եւ վախի հիմքի վրա դու մերժես մեղքի աշխարհը։ Վախի ջուրն էլ հրապուրիչ չի, դա էլ ջուր չի, կյանք չի տալիս։ Է վախի ջուր ես խմել, միշտ խմել ես, հիմա հոգնել ես, էլ այդ ջուրը քեզի դուր չի գալիս։ Դա չի կյանքի ջուրը։ Բայց կա հիմք, որ այդ հիմքի վրա դու մերժում ես մեղքի ջրերը, եւ դա Աստծո խոսքն է։ Մի ժամանակ, որ ես վախի հիմքի վրա, դժոխքի վախի, պատժի հիմքի վրա մերժում էի մեղքի ջրերը, ես ափսոսանք էի ապրում իմ հոգու մեջ, ասում է, որ հավատացյալ չլինեի, ես այս առիթը բաց չէի թողի։ Այսինքն դուրս եկա, որ Հիսուսը խանգարում է քեզ, դու վշտացնում ես Տիրոջը, սիրելիներ, բայց հետո որ եկավ Սուրբ Հոգին բացեց մեր հոգու աչքերը, երբ որ ճշմարտությունը ճանաչեցինք ու ճշմարտությունը մեզ ազատեց, հիմա էլ ենք մերժում այդ մեղքի ջրերը, բայց ինչի հիմքի վրա, եթե Տերն ասել է ջուրը մի խմի, ուրեմն այդ ջուրը խմելու չի, ուրեմն դա ամենաաղտոտ, կեղտոտ ջրերն են, կյանք չկա դրա մեջ, դա սատանայի աղտոտ, կեղտոտ ջրերն են, սատանայի աղբանոցում հոգու հանգստություն ես փնտրում, դրանք սատանայի աղբանոցներն են, ես ներողություն եմ խնդրում սիրելիներ, սատանայի զուգարաններում դու հանգստություն ես փնտրում, Հիսուսն ասում, խղճում է, իր ստեղծած մարդն ես, ասում է, հարի ես քեզ ջուր տամ, որ այդ աղբանոցներից դուրս արի, եւ ով որ Հիսուսի խոսքի ջուրն է խմում, աշխարհը դառնում է աղբանոց, ոչ թե չի կարելի, արդեն եղբոր քարոզն է գալի, որ մեր ասետին եղբայրը քարոզեց, հավատքը սիրով է կատարվում, վախի հավատքը սիրով չի, համոզմունքի հավատն էլ սիրով չի, իմաստության հավատքը սիրով չի, Աստծո խոսքի հավատն է սիրով կատարվում։ Փառավորվի Հիսուսի անունը, բժշկությունը ընդունեք սիրելիներ, Հիսուսի անունով, ես մերժել եմ մեղքի աշխարհը, որտեղ ես էլ չեմ հավատում այդ ջրերին, դրանք սատանայի ստերն են, ես հավատում եմ Աստծո խոսքին, որ այդ ջուրը խմելու չի, եւ երբ որ ես խոսքի հիմքի վրա ես սկսեցի մերժել, իմ հոգին սկսեց խմել այդ ջուրը, եւ այդ ջուրը, որ ես սկսեցի խմել, ես զարմացա անկեղծ ասած, ես տեսա, որ ես այ քեզի բան, եսի կյանք տվեց ինձի, ես ինձի հանգստություն տվեց, ես տեսա, որ ես չեմ խափնվել, ես խափված մարդ չեմ, ես ճշմարտությունն եմ գտել, Ալելույա, եւ այդ ջրերը ամեն օր դու կարող ես խմել եւ ունենալ հոգու հանգստություն, այն ժամանակ իմ հոգու հանգստությունը մտածում էի, որ երբ որ ես այս ջրերը խմեմ, հոգիս գոնե մի քիչ զբաղվի մի բանով, բայց հիմա իմ հոգին հանգստանում է չխմելով, ոչ թե խմելով։ Քանի հոգի կան, որ իրանց հոգին հանգստանում է Աստծո խոսքին հավատալով, ոչ թե Աստծո խոսքից դուրս գալով։ Աստծո խոսքի մեջ մնալով, ոչ թե Աստծո խոսքից դուրս գալով, սա է ջուրը, սա է նեղ դուռը եղբոր քարոզած։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մեղքի ջրերը քեզ հասցնելու են ահավոր մեղքի վարձքը մահ է, մահվան են տանելու, կամ տանելու են ներքին խանգարումների, կամ տանելու են ինքնասպանությունների, մեղքի վարձքը մահ է, սա ավետարանն է ասում, ամենամեծ հոգեբանությունը ավետարանն է, Աստվածաշունչ Մատյանն է, լուրջ հոգեբաններ այսօր օգտվում են Աստվածաշունչ Մատյանից, փառավորվի Հիսուսի անունը, երբ որ ես եղա այդպես մի հիվանդանոցում, այդ խանգարվածների հիվանդանոց էր, եւ շատ հետաքրքիր էր, որ այդ բժիշկը գլխավոր բժիշկներից էր, ինքը ասում էր, ինչ կլինի, իմ հիվանդների մոտ ավետարան կարդացեք, որ նրանք հանգիստ քնեն։ Սա լուրջ բժշկություն է։ Բայց այսօր սիրելիներ, եթե հավատացյալը դրա մեջ չի տեսնում իր հոգու հանգստությունը, որտեղ պետք է գտնես։ Ուրեմն հոգու հանգստությունը Աստծո խոսքի մեջ մնալն է, Աստծո խոսքից դուրս գալը չի։ Ճանաչեք ճշմարտությունը եւ այդ ժամանակ որ դու մնում ես Աստծո խոսքի մեջ, այդ ջուրը դու խմում ես։
Այդ ջուրը, որ դու խմում ես, տեսնում ես, որ քո հոգին հանգստացավ, քո հոգին խաղաղվեց, դու ես անգամ էլ չես ափսոսում, դու փառք ես տալի, որ ոչ թե դու զրկվար, դու փրկվել ես, դու փրկությունն ես ճաշակում եւ փառավորում ես հավիտենությունը, հավիտենական կյանքը Քրիստոսին ես փառավորում։ Փառավորվի մեր հավիտենական կյանքը, որ Հիսուս Քրիստոսն է։ Սիրելիներ, դու խմում ես, խմի այդ ջրից։ Եվ այս ամարացի կինը իր սափորը գցեց, սիրելիներ, ջուրը մերժեց, Հիսուսի խոսքը ընդունեց, խմեց այդ ջրից։ Եթե ինքը չխմեր, ինքը չէր գնա։ Գնաց եւ ամբողջ Սամարիան վկայեց, ասեց եկեք տեսեք, Մեսիան է եկել, կյանք է բերել, կյանք է եկել է, եկեք տեսեք։ Ալելույա, քանի հոգի են կյանքին հանդիպել։ Շատերը վկայում են, որ հանդիպել են Աստծո զորություններին, հրաշքներին, բժշկություններին, շատ օրհնյալ է։ Սա պետք շատ քիչ է, աղոթեք, որ ավելի շատանա, բայց քանի հոգի են կյանքին հանդիպել։ Փառավորվի Հիսուսի անունը։ Ես այս վկայությունը արել եմ։ Միտեղ մենք այցելել էինք մեր քույրիկներից մեկի տուն, իր ամուսինը անհավատ էր, իր ընկերների հետ նստած ուտում խմում էին։ Վերջը տուն ենք մտել, մեզ էլ հյուրասիրեցին, հրավիրեցին, նստանք իրանց հետ։ Հիմա այս անձնավորությունը ասում է, ձեզ ինչ հյուրասիրենք, օղի հյուրասիրենք, կոնյակ հյուրասիրենք, վիսկի հյուրասիրենք, խմիչքի տեսակներ են։ Եվ քմծիծաղով ասեց, որ հա, ասեց, դուք հավատացյալ եք, ձեզի չի կարելի։ Տեսնում եք սատանայի սուտը։ Եդեմի պարտեզում էլ է այսպես եղել։ Այսինքն դուրս եկավ, ինքը այդ խոսքերը չասեց, բայց ինքը հասկացրեց, որ ախր դուք ինչքան խեղճ ու թշվառական մարդ եք, որ դառել եք հավատացյալ։ Կյանքից զրկված, աչքներդ մեջն է, բայց դա չի կարելի, ինչ անեք, վախից չեք խմում։ Շատ ազդեցիկ էր, իմ վրա շատ ազդեց։ Ես աղոտ կարեցի, ասի Տեր, ճշմարտությունը նսեմացավ, բայց չէ որ մենք վախից չենք զրկվել, մերժել այդ մեղքի ջրերը, մենք քեզ հավատում ենք։ Եվ իմ մեջ հայտնություն եկավ, ու ես ասեցի, կարելի է մի հատ հարց տալ ձեզ, ասեցին այո։ Ասեցի Սուրբ գրքում գրված է, որ ով որ այդ ջրից խմի, նորից կծառավի, բայց ով որ խմի այն ջրից, որ Հիսուսն է տալիս, հավիտյան նրա հոգին հանգիստ կմնա, չի ծառավի։ Ձեզանից մեկը կա, որ Հիսուսի ջրից խմել է։ Նստած են իրանց ընկերներով, կյանքի տղեկ են բոլորը։ Եվ այսպես զարմացած նայում են իրար, նայում են ինձ։ Ես էլ առիթը բաց չթողեցի Հիսուսի անունով։ Բայց ուզեցա շատ մեղմ ասեմ, որ վնաս չլինի։ Ասեցի ես ոնց որ հասկանում եմ, դուք ոչ թե մենակ չեք խմի, առաջի անգամ եք լսում, որ Հիսուսի ջուր գոյություն ունի։ Ալելույա, մենք այդ ջրից խմել ենք։ Այս ջրերից էլ գիտենք ինչ ջուր է, սրանից էլ ենք խմել։ Երբ որ դուք Հիսուսի ջրից խմեք, այս ջրերը կդառնա աղբանոց ձեզ համար։ Ոչ թե դուք կզրկվեք, դուք կփրկվեք, դուք կազատագրվեք, ազատությունը Աստծո խոսքի մեջ մնալն է, ոչ թե Աստծո խոսքից դուրս գալը, դուք Հիսուսի ջրից չեք խմել։ Ուզեց ասեմ, կյանքից հետ մնացած երիտասարդներ, հələ Հիսուսի ջուրը չգիտեք ինչ բան, ես ինչքան հետ եք մնացել կյանքից։ Դուք կյանքից հետ մնացած եք, դուք կույր եք, դուք Հիսուսի ջուր ոչ թե չեք տեսել, չեք էլ լսել։ Ես ինչքան եք հետ մնացել, ես այդ բառերը չասեցի, բայց այդ հոգին եկավ։ Քանի հոգի կան, որ այդ նույն կույրության մեջ են, կարող է ոմանք առաջի անգամ են եկել, մենք ձեզ քարոզում ենք հավիտենական կյանքի ջրերը, դա Աստծո խոսքի մեջ մնալն է հավատքով։ Ալելույա։ Վախի ջրերն էլ կողքի դրեք, համոզելու ջրերն էլ կողքի դրեք։ Բոլոր ջրերը անիմաստ են, սիրելիներ։ Աստծո խոսքի հիմքի վրա դու մերժի մեղքի կյանքը, Աստծո խոսքի հիմքի վրա դու խոնարհվի։ Ինչ որ անում ես, թող հիմքը լինի Աստծո խոսքը, այն ինչ որ հավատքով չի, մեղք է։ Բարություն ես անում, բարությունն էլ չի ջուրը, ջուրը Աստծո խոսքն է, Աստծո խոսքին հավատալով արա, որ դու բարության ջուր չխմես, դու խմես Աստծո խոսքի հայտնության ջուրը, եւ դա քեզի հանգստություն կտա։ Բայց որ բարության ջրերն ես խմում,
Մի օր էլ կասես այսքան բարություն արի, ոչ մեկ չգնահատեց ու դու հոգով կտառապես։ Տեսար որ դա չի ջուրը։ Հələ մեղքի աշխարհը թողենք, սիրելիներ։ Սատանան շատ խորամանկ է, հոգևոր աշխարհում էլ է սարքել։ Հիմա ես մեղքի աշխարհը թողել եմ, բայց իմ հոգին ինչով էր հանգստանում։ Ինչով է այսօր շատ հավատացյալների հոգին հանգստանում։ Հիմա կարող է շատերն ասեն, ես շնություն չեմ անում, գողություն չեմ անում, ոչ մի բան չեմ անում։ Փառք Տիրոջ, ես Աստծո խոսքի մեջ եմ։ Բայց հոգևոր աշխարհում էլ կան ջրեր, որ խմում են։ Ես հիշում եմ, սիրելիներ, սա նաև խոստովանություն է։ Ավակ եղբայրներն էլ ներկա են, ինձ համար աղոթ կանեն, եկեղեցին էլ կաղոթի։ Ես Աստծո խոսքի հայտնություններ էր գալիս, Սուրբ Հոգու առաջնորդություն, բայց իմ հոգին հանգստանում էր հիմնականում բեմի վրա, այս կաֆեդրայի առաջ, այս էլ ջուրը, հոգիս տանջվում էր, խաղաղություն չունե, հենց հասնում էր բեմին, որ ես պիտի կարողեմ, հոգիս հանգստանում էր։ Բեմից հետո ավելի խորը տառապանք է ապրում։ Դուք լսում եք ինչ եմ ասում, թե չեք լսում։ Դուք հասկանում եք ինչ ջուր էի խմում ես։ Ժամանակ չկա, որ մանրամասը բացատրեմ, սա ջուր է։ Կիրակի օր պաշտամունք է եղել 4 անգամ 90-ական թվականների բաներ եմ ասում հիմնական։ Պաշտամունք եմ անցկացրել, ոչ թե ես մասնակցել եմ, անցկացրել եմ։ Տիրոջ շնորհքով եւ այդ պաշտամունքները եղել է զորություններով, եղել է օրհնություններով, Սուրբ Հոգու մկրտություններով, բժշկություններով, հրաշքներով ու նշաններով, Տիրոջ առաջ եմ ասում։ Բայց այդ 4 պաշտամունքից հետո ես հոգու դատարկությունից տառապանքով դուրս եմ եկել։ Ես քիչ է մնացել, որ իմ ձեռքը երկարացնեմ մեղքի աշխարհին, քիչ է մնացել իմ ձեռքը երկարացնեմ մեղքի ցանկություններին։ Ես վախեցել եմ ինձանից, վախ եմ ապրել, ասել եմ Տեր Աստված, կարող է ես մի օր sense աշխարհեթամ։ Ես չեմ ուզում քարոզեմ, ես չեմ ուզում ոչ մի բան անեմ։ Ես էս ինչ է կատարվում իմ հետ։ Եվ պարզվեց, որ իմ հոգին հանգստանում էր երևնալու միջոցով։ Դու երկելով կերևաս, քարոզելով կերևաս, բեմի վրա կերևաս, բարի գործերով կերևաս, փարիսեցիների պես ինչով կերևաս, այս ջրերն էլ մերժեք սիրելիներ, ջուրը Աստծո խոսքով ապրելն է։ Փառավորվի Հիսուսի անունը, երիտասարդ քարոզիչներ կան այստեղ, հորդորում եմ Հիսուսի անունից, աղոթեք, որ Տերը ավելի ձեզ լցնի, զորացնի, բայց թող չլինի ձեր հոգու կյանքի իմաստը, կյանքի իմաստը Աստծո խոսքի մեջ մնալն է։ Դրա համար այսօր, որ ոմանց ձեռից դա վերցնում են, կամ աշխարհ են նետում, կամ խախտվում են, կամ էլ ընկնում են սատանայի հարձակման տակ, մի բան կատարվում է սիրելիներ, որովհետև իրանք կյանքից զրկեցին։ Բայց որ քո կյանքը Աստծո խոսքով ապրելն է, ով կարող է քո մեջից Աստծո խոսքը հանել։ Ընդունեք բժշկությունը, փառավորվի Հիսուսի անունը, Տիրոջ զորությունը ներկա է բժշկելու։ Մի հատ եղբայր ասում էր, ինչ կլինի ինձի եկեղեցու մեջ իմ հեղինակությունը բարձրացրեք, ինքը քարոզիչ եղբայր էր։ Ինքը բառացի ասում էր, իմ հեղինակությունը ժողովրդի մեջ բարձրացրեք։ Ձեզի ընդունում են եղբայրներ։ Ես էլ կարգված եմ այստեղ, որպես ծառայող, սպասավոր, բայց զգում եմ, որ հեղինակություն չունեմ, բարձրացրեք։ Հիմա եղբայրները իրանց ցույց տվին ճանապարհը բարձրանալու, ասին ուզում ես բարձրանաս։ Դու Աստծո խոսքի ջրից պետք է խմես, հենց խմես կբարձրանաս։ Բայց ինչ պետք է անեմ, ասին բարձրանալու ճանապարհը սա է, որ խոնարհվես, Աստված քեզ կբարձրացնի։ Ասեց, ձեռնել էսպես արեց, ի ասեց, որ խոնարհվեմ, բոլորը գելն են կնստեն գլխիս, եղբայր ջան, ես ինչ ես ասում։ Դե ասա դա ճանապարհը բարձրանալու։ Հիսուսը տերերի տերն էր, որ մի հատ ձեռը շարժեր, բոլորը ծնկի գկային, բայց ինքը խոնարհվավ, բոլորին հաղթեց, էս է ճանապարհը, Աստված էլ իրան բարձրացրեց, Տերն է բարձրացնողն ու ցածրացնողը, մնացած ջրերը ստության հացն է, մերժեք սիրելիներ, եւ հետո այդպես որ մարդիկ Աստծո խոսքի ջրի չէ խմում, Աստված խղճում է նրանց, եւ նրանց կողքի է դնում, ով էլ բարձրացնի, Տերն է բարձրացնողն ու ցածրացնողը, սիրելիներ, ինչու Աստված
Մովսեսին վերցրեց։ Մովսեսը աղաչում էր, ասում էր, Տեր, շնորհք արա, ես էլ մտնեմ Լիբանան, գնամ տեսնեմ այդ բարի երկիրը։ Տերն ասեց, էլ չխոսաս։ Այդ մասին չխոսաս։ Քո վերջն է, վերջ։ Դու չփառավորեցիր ինձ։ Այսինքն, սիրելիներ, լինում է, որ մարդը, երբ որ արդեն շեղվում է կամ հոգնում է հոգևոր կյանքում, էլ Աստծո խոսքի ջրեր, արդեն ինքը սխալներ պետք է թույլ տա եւ շատ կոպիտ սխալներ, որ անգամ փրկությունը կորցնի, Աստված կարող է նրան ֆիզիկապես էլ վերցնի երկրի վրայից։ Հորդորում եմ եղբայրներ, քույրեր, որ ուրեմն կյանքի հանգստությունը Աստծո խոսքի մեջ մնալն է, եւ Աստծո խոսքի մեջ մնալը ամենազորավոր ազատությունն է։ Սատանայի առաջարկած ազատությունը Աստծո խոսքից դուրս գալն է։ Բայց երկնքի քարոզած ազատությունը Աստծո խոսքի մեջ մնալն է։ Հիմա Ադամը, որ Աստծո խոսքից դուրս եկավ, դա էր ազատությունը, թե Աստծո խոսքի մեջ մնալն էր ազատությունը։ Ուրեմն ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը բժշկություն է անում։ Դրա համար սիրելիներ, մարդիկ արդեն ապրում են իրանց ներվերի հաշվին, այդ ներվերն էլ չի դիմանում, այդ ներվերը խախտվում է արդեն։ Եվ այս մարդը իր հանգստությունը որտե գտնի։ Հորդորում ենք, սիրելի երիտասարդություն, կարող է ոմանք էլ առաջ անգամ են եկել, հայտնություն է սա, և 12 անգրակետ ձկնորսներ, ոչ հոգեբան էին, ոչ էլ բժիշկներ էին, նրանք անգրակետ ձկնորսներ էին, բայց իրանց հոգու հանգստությունը գտան Հիսուսի խոսքերի մեջ, և ասին քո խոսքերը կյանքի խոսքեր են, հավիտենական կյանքի, որու երթանք, փառավորվի Տիրոջ անունը, և դրանք սիրելիներ ամբողջ աշխարհին հաղթեցին այդ կյանքի զորությունով եւ այդ կյանքի ջրերը 2000 տարուց ավել հոսում է Փարթիրոջ որ մեզ էլ հասե այդ կյանքի ջրերը ստեղել է հասե այսօր խմողներ կան այդ ջրերը քանի հոգի խմում է ջրերը սիրելներ քանի հոգի են Աստծո խոսքի հիման վրա խոնարհվել քանի հոգի են Աստծո խոսքին հավատալով մեղքի աշխարհը մերժել քանի հոգի մեղքի ջրերը չեն խմում որտեղ հավատում են ավետարանին քանի հոգի են հավատում, որ կյանքը Հիսուսն է, սա է հավատքը, սիրով են գործի դնում, և իրանք տխուր չեն, իրանք ուրախ են, իրանք մխիթարություն ունեն, և աշխարհը սրա վրա է զարմանում, անգամ կույս աղջիկները, երիտասարդները պետք է մարեն, հոգու ծառավից պետք է մարեն սիրելիներ, մարում են երիտասարդությունը, Ցավալի է, որ հոգևոր աշխարհի երիտասարդության շատերն են մարում հոգու ծառավից։ Ուրեմն Սուրբ Հոգին այսօր այդ հայտնությունը որ տվել է, ով չգիտեր այս համարը, որ քո խոսքերը հավիտենական կյանքի խոսքեր են։ Այդ համարը դուք բոլորդ գիտեք։ Նորություն չի։ Բայց սա հայտնություն է, որ մնացած ջրերը մերժի Աստծո խոսքի ջուրը խմելու հաշվին։ Ոչ թե վախի, ոչ թե համոզմունքի դա կշարունակվի է, դոզաները ձեզ չեն կարող բժշկել, կյանքի հավատքն է բժշկում, դրա համար հավատքով է փրկությունը, բժշկությունը հավատքով է Հիսուսի անունով, մենք հիմա որ պետք է աղոթք անենք, բոլոր հիմքերը մերժում ենք և բոլորս գալիս ենք, այս աղոթքի նպատակը սա է Աստծո խոսքի հիմքի վրա, եթե ես մերժում եմ մեղքի ցանկությունները, որովհետև ես հավատում եմ Աստծո ասածին, եթե ես մերժում եմ երիտասարդական ցանկությունները, որովհետև ես հավատում եմ ավետարանին, եթե ես մերժում եմ ինտերնետը, որովհետև ես հավատում եմ Աստծո խոսքի մեջ մնալն է հոգու կյանքը, սատանայի աղբանոցներում չի կարելի կյանք փնտրել, սա խաբկանք է, մեր առաջի մարդը, Ադամը և Եվան փնտրեցին, գտան ցավ ու տառապանք սիրելիներ, այսօր ժողովուրդ կա, որ թեկուզ մեղքի աշխարհում են, դրախտում չեն, բայց նրանք խմում են Աստծո խոսքի ջրերը, փառավորվի Տիրոջ անունը, կանգնենք աղոթքի սիրելիներ։ Առաջ հրավիրենք։ Ովքեր բժշկության կարիք ունեն, առաջինը հոգևոր, որ նրանք զղջում են, մինչև հիմա մեղքի ջրեր խմելուց, և հիմա իրանք արթնացան, և իրանք ընտրությունը տվեցին Աստծո խոսքին, և աղոթքի կարիք ունեն առաջ կան սիրելիներ,
Եվ հոգևորը, որ կատարվում է մարմնավորը, հետևից է գալիս։ Սամարացի կնոջ պես մերժեք այդ ջրերի աղբյուրները։